Գիտեր ողջունում եմ բոլորիդ, այսօր Porsche երկրորդ մասն է, ով առաջինը չի տեսել, անցեք վիդեոների մեջ կգտնեք առաջին մասը, նա եկել հետաքրքիր է, երկրորդն է վերջինը չի, բայց այսօր ուրեմն ինչ ենք անում, այսօր ավարտում ենք Porsche-ի արտաքին տյունինգի աշխատանքները, մտնում ենք ինտերնետից լավ սիրուն բաներ ենք պատվիրում, որպեսզի գա մեր Porsche-ը զարդարենք, սիրունացնենք ու այս ամեն ինչը վերջում իհարկե կտեսնենք ինչ արդյունք ստացվեց, նենց որ մնացեք ալիքում հետաքրքիր է լինի, գնացինք։ Ուրեմն դե գիտեք brake caliper-ները ներկա արդեն օրդեր եմ արել, caliper-ները ներկելու ենք այս դեկալներից, այսինքն բանից վայնիլ տիպերից, Porsche լոգոներով, այսի օրդեր ենք անելու ու ստեղ ունեմ նաև մի հատ հետաքրքիր էլի ոնց որ ասած մի բան, որ ուզում եմ նույնպես պատվիրեմ գա, որը շատ գեղեցիկ դետալա շտրիխ է, որը անպայման պետք է թարմացնի մեքենայի տեսքը, ինքը փոքր բան է, բայց հիմա ցույց կտամ ինչի մասին է խոսքը ու անպայման էդ ենք անելու, ուրեմն այս ինչպես տեսնում եք, այս լոգոներն է բաների, իր բանտաժների այդ center cap-երի լոգոներն է, որը էլի պետք է դեղին լինի, քանի որ դեղին ակցենտներ ենք տալու մեքենային յարկի տեսք հաղորդելու համար, սրանք էլ ենք անպայման օրդեր անելու, ուրեմն կգա կտեղադրենք ու կտեսնենք ինչա կատարվում։ Porsche-ի վերջ շտրիխներն ենք անում, վերում ենք բոմբ վիճակի, հիմա ցույց տամ ինչ եմ անում, հիմա դանգրոտի վրա է Porsche, բարձրացնում ենք, հանում ենք պաղգշկեքը, ներկում ենք սուպորտները, սուպորտները ներկում ենք, այս նագլեկիքը թարմացնում ենք ու այս կալպակները հələ դեռ ճանապարհին հələ չեկի, բայց մինչև վիդեոյի վերջը անպայման կլինի, որովհետև վիդեոն կլինի մի օրվա մեջ, իսկ այս գործողությունները մի քանի օրվա, հենց որ անենք հիմա սուպորտները մաքրենք, լվանք ներկենք ու տնենք ինչ փոփոխություններ է ստացվում Porsche-ի դեպքում, գնացինք։ Ուրեմն այս մի սուպորտը արդեն բաց է, շատ լավ վիճակում է, ոնց որ տեսնում եք գտնվում թե դիսկերը, թե սուպորտը, թե կալոտկիքը համարյա նոր վիճակում են։ Գիտեր ինչ եմ ուզում ասեմ, երբ որ մեքենայի վրա գործ եք անում ու պետք է մեքենան բարձրացված լինի դանկրոտի վրա, անպայման ձեզ ապահովագրեք, որովհետև ձեր կյանքից թանկ ոչ մի բան գոյություն չունի, որ նախ ես ես հետևը դրել եմ ջակ ստենդի վրա, դեմը դանկրոտնա, պաղգշկեն հանեցի դրել եմ տակը, հետևինն էլ հանեմ, դնելու եմ տակը, որովհետև չկա ավելի կարևոր բան, քան մեր կյանքն է, հենց որ միշտ պետք է լինենք ապահով։ Ինչ է մեզ պետք, ներկ, caliper paint, հատուկ ջերմակայուն ներկա, վրցիններ, որտև էսի քսովի է, փչովի չի, չեմ ուզում փչեմ, որտև փչելու մեջ շատ է գործը, շատ երկար է տեղում ակուրատնի անելու համար ու ինչա պետք նաև, այսենց brake cleaner-ը պետք, այս տեսեք սուպորտը նկարած վրան, որպեսզի ստեղելի ունեմ, որտև ամենակարևոր թեման էս ամեն ինչի մեջ դա լավ մաքրելն է, եթե լավ չմաքրենք սուպորտները, ինչքան ուզում է ներկենք, շատ շուտ կլպվելու է այդ ամեն ինչը, հենց որ այսի brake cleaner մաքրելու ենք, հեսա ցույց կտամ ինչու ենք մաքրելու, այսպես մետաղական ունենք կլորակներ, դնելու ենք դրելի վրա ու դրանով մաքրենք։ Տեսնում ենք brake cleaner-ը ընկեր ու լավ մաքրում ենք այս անցերը, լավ։ Այսի ամենակարևոր պրոցեսն է։ Սրանից է կախված ներկի որակը ինչ կստանանք։ Մարդը կամաց սկսենք ներկը տարածել, առաջի երեսը ներկենք, բավականին դժվար է գնում, բայց կտեսնենք ինչը ուր ենք հասնում։
Okay, ընկերներ, ուրեմն արդեն ինչպես տեսակ առաջի երեսը տվեցինք, հիմա տենանք ինչ վիճակը առաջի երեսից հետո, որտեղ ես ես ներկու երբեք չեմ աշխատել եղանակով կալիպր вообще չեմ ներկել, հիմա եկեք ցույց տամ առաջի երեսից հետո ինչ վիճակ է։ Ուրեմն ունենք ասենց մի հատ վիճակ, ոնց որ տեսնում եք, հիմա ասենց դեռ չծածկված, կիսա ծածկված, միտե ծածկված, միտե չծածկված, սենց վիճակներ է, կնինը հետևը, հենց եսա հետևը արդեն առաջ երեսը չորանում է ու կսենք երկրորդ երեսը, բայց արդեն սիրն է, մի համոզված եմ, որ սիրն է լինելու, նեսօր եկեք բոլոր երեսները տանք պրծնենք ու նոր կտեսնենք վերջնական արդյունքը ինչ ստացվավ, որ դեկալերն է կպցնենք, այդ ժամանակ ամբողջը ցույց կտամ։ Okay, ընկերներ, սպորտը ներկայացած sense տեսք ունի։ Կարծում եմ վատ չի, բավականին սիրուն է նայվում։ Այստեղ ունենք մեր ստիկերները Porsche, հեսա կբացենք, սանք կպցնենք ու կհավաքենք։ Հեսա ստիկերները, հեսա կչափենք, ստեղ որը կա գնա։ Այսի մեծ է իհարկե։ Այս նախավերջինները սրանք երևի հեսա կհասկանամ։ Քեզ ստիկերը կպցրեցինք, հիմա կպոկենք ու դնենք ինչ է ստացվում։ Գալիս եմ տուն դռան դեմ բան եմ տենում, բաքս եմ տենում գցած գարդոնից, ուրեմն մի բան եկել է դրանացներից, ու հիմա եկեք բացենք տենենք ինչ է եկել։ Ուրեմն կարծում եմ այս ստիկերներն է Porsche-ի։ Հիմա կբացենք, կտեսնենք ինչ է, այդ ստիկերներն է լավ, այսօր կարանք ինստալ անենք արդեն։ Okay. Այսօր պետք է բաներն էլ գա մթան, բայց չեմ կարծում կգա թե չէ։ Կալպակները դեղին։ Բայց էսի ստիկերներն է ոնց որ։ Ահա, ստիկերները ունենք։ Էսի ստիկերներն է։ Էսի կբաց։ Էսի Սոֆինա։ Այս ստիկերներն է, հիմա բացենք կտեսնենք ինչ ունենք։ Այս ստիկերները, ինչպես տեսնում եք, էսի կապոտինն է, էսի կապոտինն է, գալիս է նեղանում է Porsche-ի այս էմբլեմի տեղն է բաց թողած։ Էս հայկական Էսի բագաժնիկի վրա պետք է կպցվի, բայց խիասանց ուղակի պալոսկա չգիտեմ։ Գնանք։ Այս սրանք էլ արդեն կողքերինն է, դռան կողքերինն է։ ու նայեք ես թող։ Սրանք էլ գտնում է դիմացի բամպերի վրա, վստահ չեմ սրանք կկպցնեմ թե չէ, որտեղ առանձնապես դուրս չի գալի, բայց կփորձենք կտեսնենք։ Որ եկեք հիմա սրանք տեղադրենք, հասկանանք ավտոյի վրա ոնց է նայվում։ Գնացինք։ Okay, գերերի հիմա ժամանակն է տեղադրենք այդ ակտեյկը։ Դրանք ինչ է ստացվում, այսօր այլանդակ շոկ, հա։ Չգիտեմ քանի աստիճան է, ահավոր է, բայց հիմա մի քիչ հողը
Հով չի, պրոստը մի քիչ է շոկ է ժամին։ Փորձում եմ հիմա անեմ, կես երևի հիմա կանեմ, կես հետո, բայց ձեր համար ես մի անգամից գտնի։ Հիմա ցույց տամ։ Ուրեմն մեր եղած չեղածն է, ինչ ունենք այստեղ։ Խոսքով այդ տիպերն է, սենց մի հատ գործիկ, որ նստացնի սենց այդ փուչիկները հանվի արանքից, մի հատ փափուկ շոր, մաքուր, մի քիչ վինդեքս, մկրած կոչ եւ բլա, չգիտեմ, հիմա էսի սենց կրցրել եմ, ոնց որ թե այս կեսը չորով եմ արել, այս մի կեսից արդեն թացով եմ արել, չգիտեմ էֆեկտը ոնց կլինի, որ ավելի լավ, որ ավելի վատ, բայց հիմա կթողենք մի 10 րոպե կչորանա, հետո նոր կպոկենք, հետո պետք է անենք կապոտինը, այսինքն դուրս գա, անենք կապոտինը կկպցնենք, բեռնախցիկը կանենք հետո, այս մի կողմի դուռը, բեռնախցիկինը այսպես մեջտեղով է գալու, այս գրվածը դուրս է գալու, սրա տակով կգա, կարծում եմ սիրուն է լինելու, նենց որ հիմա արդեն որ սենց նայում ես, արդեն սիրուն է, թող մի քիչ չորանը կպոկենք, կնայենք, սևով չի ուզում, որովհետև թեթև մոխրագույն, բաց մոխրագույն ինձ ավելի է դուր գալի կոնտրաստը, քան սև գրվածքներով, նենց որ գույնը բաց մոխրագույն է, արծաթագույն։ Պոկում ենք, ստեղ ոնց որ տրնում եք մի քիչ ջրի փուչիկ կա, պոկենք, տեսնենք, դարձում դուրս է գալիս։ Սի խոնավով արածն է։ Շատ զգուշ է պետք պոկել, հանգարց չվնասենք։ Չորը շատ ավելի մощնի է կպած, երևի չորը ավելի ճիշտ է։ Ուրեմն չորի մեջ փուչիկները մի քիչ ավելի շատ է, ոնց որ տենում եք ստենց մանր փուչիկներ կա, նրանք ճիշտ է կհանենք հեսա, բայց որտեղ որ ջրով է կպցված չկա ոչ մի հատ, ոնց որ ճիշտը ջրով կպցնելն է, մյուսը կանենք ջրով։ Կապոտինը կպցնելու համար էս զնակը պորշի դուրս կա, ես դուց է դուրս գալիս, ապուշ տեղ է, բայց մի քանդը ուրիշ ճամփա չկա, ոնց որ 8 մմ է, ասա 8 մմ ունենք, տենանք 8 մմ է, թե 8 մմ չի, գնացինք։ 8 մմ է։ Okay, սիզնակը 8 մմ բոլտերը, այս ինչա բոլտա թե կայքը է։ Սրա հայրը այն է շատ դժվար է։ Կամ էլ դժվար չի, չգիտեմ։ Այսի մի հատ կմաքրենք։ Կեղտոտ է։ Okay, այսի մաքրեցինք, հիմա մի հատ պետք է այդ շրջանը, որտեղ պետք է այդ եկալը կպնի, պետք է մաքրենք, լավ, որ տակը բաբլներ չմնա կեղտեր, փոշու հատիկ, մաքրենք մի հատ, այսպես ինդեքսով եմ մաքրում, չգիտեմ, մաքրտենք ու կպցնենք, տնենք ինչ ալնում, լավ ալնում, ինչ պետք է լինի, որ երևի կապոտի եկալն է, դնենք գործենք, կպցնենք, տեսնենք ինչ ատացենք։ Պապա, բայց տեղի չի երևում է դե։ Հիմա ես եմ ուզում գործանեմ։ Դու ասա ինչ է։ Նախնական դնում ենք, չափու ձև անենք, հեսա չափենք, որ
ֆիքսենք ու կկպցնենք։ Հա, արևս էս կոմարի, ես անեմ իրար ինձ կօգնես։ Հա, անենք տեսնենք ինչ տեսքա ունենում, կարծում եմ էլի սիրուն կլինի, գնացի կոպս։ Հաջորդ օրը չի, 4 օր անել արդեն սուպորտների ներկելուց հետո, բայց այսօր վերջապես այդ դեղին կալպակները հիշում եք որ պատվիրեցինք Հոլանդիայից, այդ բանտաժների կենտրոնական մասերը։ Հիմա վերջապես ոնց որ թե եկել է մի քանի օր պոչտայի հետ կռիվ անելուց հետո ոնց որ այսօր եկել է, հիմա պոչտայի մեջ գնանք բացենք, տենանք ինչ է եկել։ Համբեր եմ ճիշտ ասած, դա շատ երկար է սպասում է դրանց, բայց ամեն դեպքում եկել է, հիմա պոչտան բացենք։ Պոչտան դատարկ է։ Okay, հեսա մեր կալպակները Հոլանդիայից, հիմա բացենք, տեսնենք ինչ է եկել։ Սա հանենք սրանց երկար եմ սպասել։ Հույս ունեմ չեմ հիասթափվի այն ինչ որ եկել է, տեսնենք հիմա։ Կարծում եմ որակապես բավականին լավն է ներևում։ Ուռուցիկ սիլիկոնի նման արած։ Հիմա այս սրանք որպես վերջնական դետալ կկպցնենք իրանց տեղերը ու արդեն կունենանք երևի թե Porsche-ից վերջնական արդյունք, որովհետև բոլոր ամեն ինչը մնացած արած է։ Okay, հիմա սրանք պետք է զգուշությամբ հանենք, չվնասենք։ Okay, մեկ սրանց վրա պետք է կպցվի, բայց խնդիրը ինչն է, որ սրանք տեսնում եք տափակ չի ինքը, բան ունի, կորություն ունի մեջ, իսկ նրանք հարթ մակերես է, հիմա պետք է մի բան անենք, որ նորմալ կպնի չպոկվի հանգարց։ Okay, հիմա ունենք այս մեր կենտրոնական մասերը։ Կալպակ ոնց է հայերեն, ով կարա, կափարի չէ երևի։ Եթե գիտեք կոմենտներում գրեք ոնց է կալպակը հայերեն օգտագործենք։ Անգլերեն center cap է կոչվում, ռուսերեն կալպակ հայերեն չեմ կարող հիշեմ։ Մի խոսքով էսի սրանք սրանք հույս ունենք է սրանք սիրունք հայտնում են սրանց վրա մի հատ լավ պետք է սրբել մաքրել սպիրտով որպեսզի յուղոտ մասեր չմնա չպոկվեն ու հիմա այդ ամեն ինչը կլինի մի վայրկյան Ինչպես տեսնում եք արդեն տեղադրեցինք այս ցենտրի քապերի վրա շատ լավն է որական ընդհանրապես հիասթափված չեմ ընտիր ապրանքա սիրում եմ այսպես որ նայեք փայլը սիլիկոնը իրոք լավ ապրանքա ու արժեր վճարել են գինը որը վճարեցի ու սիրում եմ երբ որ վճարում ես ու ստանում ես այն կոնկրետ ինչին որ պատրաստվել էիր ու սպասում էիր իրոք հրաշալի որակ, լավ կոմենտներ կգրեմ ես իրանց մեկ երկուս համ դնում եմ, համ չեմ նայում աշխատում եմ չնայեմ հեռվից գոնե, որպեսզի ինքս կարողանամ կիսվեմ ձեր հետ իմ առաջի տպավորություններով
Եվ հիմա վերջինը կդնենք։ Կենգեներ վերջնական այսօր Porsche լվացի, մաքրեցի, detail, չգիտեմ մեջը ամբողջը կոնդիցիոներով մաքրեցի, բոլոր կարպետներով, չգիտեմ, ամեն ինչ արդեն արված է, մնում է վերջի շտրիխը, ինչ եմ ուզում անեմ, հիմա ձեզ ցույց տամ։ Այստեղ ուզում եմ այս Porsche նագլեկին կպցնեմ տիպը ու այսքանով երևի կավարտենք Porsche-ի հետ, մնում է չափենք կենտրոնը բռնենք, կպցնենք ու վերջ։ Հիմա տարապես կենտրոնը բռնեցինք, հիմա պետք է լավ նստացնել։ Սպիսովգելներ ուրեմն Porsche ամբողջովին պատրաստ է, հիմա եկեք տեսնենք ինչ ստացվեց մեր այս ամբողջ կոսմետիկ փոփոխությունների ընթացքում։ Դուք էլ անպայման կոմենտներում ակտիվ եղեք, գրեք ձեզ ոնց է դուր եկավ, դուր չեկավ այս կոսմետիկ փոփոխությունները։ Հիմա եկեք տեսնենք ինչ ստացվեց այս ամբողջի արդյունքում։ Գնացինք։